Պարոն Բագրատյան, Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո Վարդևան Գրիգորյանը այնուամենայնիվ շարունակում է պայքարը, թիմակիցները կշարունակեն նաև քարոզարշավ իրականացնել։ Ինչ ազդեցություն կունենա տեղի ունեցած ողբերգությունը ընտրությունների ելքի վրա ձեզ։ Մենք հայ իրականության մեջ ենք եւ այս իրականությունը թելադրում է, որ որևէ ողբերգություն չի կարող լինել կոնկրետ անձի ողբերգությունը։ Հատկապես երբ այդ ողբերգությունը տեղի ունենում ընտրությունների ընթացքում։ Հատկապես երբ այդ ողբերգությունը կապվում է երիտասարդ տղայի կյանքի հետ։ Մեր ժողովուրդը միշտ շատ զգայուն է նման դեպքերի նկատմամբ եւ բացառել, որ սա կարող է ազդեցություն չունենալ ընտրությունների ընթացքի վրա, կարծում եմ սխալ է, որովհետեւ գյումրեցիները իրենց ուրույն կարծիքը ձևավորել են երևույթի նկատմամբ եւ խոսակցությունների ընթացքում միշտ շեշտում են երիտասարդի ակտիվ լինելը, երիտասարդի խոստումնալից ձիրքը, պահվածքը, նաեւ հասարակության մեջ իր հեղինակությունը, այսինքն մարդ, որը 26 տարեկան տակավին երիտասարդ էր եւ կարողացել էր ժողովրդի մեջ այդքան հեղինակություն ունենալ, ժողովուրդը արձագանքելու է ընտրության ընթացքում իր քվեով նման արար կատարած մարդկանց, այսինքն այն ուժերը, որոնց թվում է թե իրենք չեն երևում եւ պաստառը ետևում են թաքնվում, չարաչար սխալվում են, որովհետեւ ժողովուրդը ամեն ինչ նկատում է եւ տեսնում է եւ հոկտեմբերի 2-ին իր գնահատականը կտա, հաշվի առնելով նաեւ կարևորելով այս ողբերգական դեպքը։ Ողբերգությանը նախորդող օրը զառի ցուցապաստառն էր, այսպես բավականին մեծ աղմուկ բարձրացրել։ Դուք կապ տեսնում եք ընդհանրապես դրա մեջ եւ տեղի ունեցածի մեջ։ Ես ուղիղ կապ եմ տեսնում տեղի ունեցած դեպքի եւ պաստառի միջեւ, որովհետեւ պաստառ փակցնելու հաջորդ օրը տեղի ունեցավ դեպքը եւ նման զուգադիպություններ ընդհանրապես կյանքը ցույց է տալիս, որ չեն կարող լինել, պատահականություն չի լինում, ամեն ինչ որոշակի շղթայական հարաբերությունների ընթացքի մեջ է լինում եւ ուղիղ ապացույցել որևէ մեկս չունենք, որպեսզի պնդենք, որ այո, դա սպանություն է։ Չկա նման ապացույց, դա մեր անելիքը չի, դա իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքում պետք է մենք տեսնենք եւ պետք է դատաբժշկական փորձաքննության արդյունքը տեսնել, որից հետո գնահատել, կարծում եմ, որ իրավապահները շտապողականություն են ցուցաբերել, որոշակի որակավորումներ տալով դեպքին, ինքնասպանություն։ Նախազը խոսեց այդ մասին, իշխանությունն էլ այս օրերին ասում է՝ մի փորձեք քաղաքականացնել խնդիրը եւ մի փորձեք կապ տեսնել։ Մենք ցանկացած երևույթ պետք է քննարկենք ուղիղ տեքստով։ Պետք չի, որ մենք թաքնվենք, հետո ողբերգությունը շարունակություն ունենա։ Եթե մենք ուզում ենք կանխենք, կանխարգելենք, ուրեմն պետք է հստակ դիրքորոշում ունենանք եւ ապացույցներ ունենանք։ Այլապես տպավորությունը այնպեսին է, որ ցանկություն կա կոծկելու գործը։ Պետք է փարատել այս կասկածները։ Եվ այստեղ կարծես թե այս հարցի շուրջ հասարակությունը կոնսոլիդացվել է։ Նույնիսկ քաղաքական ուժերը կոնսոլիդացվեցին եւ դադարեցրին քարոզարշավը։ Սա ի պատիվ մեր քաղաքական ուժերի, պետք է ասել, որ բարձր է գնահատվում ժողովրդի կողմից, հանրության կողմից, ես ինքս անձամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքական ուժերին, ովքեր դադարեցրին քարոզարշավը, հարգելով երիտասարդի ողբերգությունը, հարգելով հենց մեր հասարակությանը։ Իսկապես կարելի ասել, սա նոր մշակույթ է մեր քաղաքական իրականության մեջ եւ շատ բարձր նշաձող է։ Ճիշտ կլինի, որպեսզի շարունակության մեջ եւ ընտրության ողջ ընթացքում բոլոր քաղաքացիները, ովքեր ընդգրկված են այդ գործընթացներում, այո, կարողանան բարձր ինքնագիտակցություն դրսևորել եւ արժանապատիվ մասնակցել ընտրություններին, այլ ոչ թե փորձել նորից թաղային հեղինակություններով, հանցագործ հարաբերություններով իրավիճակ փոխել։ Դա չի ստացվել։ Հնարավոր է, որ նորից իրավիճակը լարված լինի Գյումրիում, չեք բացառում։ Կարծում եմ դա կարելի է թույլատրել միայն ակտիվ աշխատանքով, իրավապահների ճշգրիտ աշխատանքով, չշտապելու, հայտարարություններ չանելու, ինչպես նաև սպասելու, մինչև դատաբժշկական փորձաքննություն կունենանք, լսելու քաղաքացիներին, լսելու կարողություն ունենալու, որովհետև հարգարժան շատ մարդիկ ենթադրում են, քաղաքում հայտնի մարդիկ ենթադրում են, որ սա քաղաքական ենթատեքստ ունի։
եւ բոլորովին բացառված չէ, որ լարումը շարունակվի, եթե մենք ցանկանանք սխալ ուղղությամբ տանել քննությունը։ Տպավորություն կա, որ այն մարդիկ, ովքեր քննարկում են նաեւ սպանության վարկածը, նրանք լարում են իրադրությունը։ Ես հակված չեմ այդ տեսակետին, ես կարծում եմ երկու կողմն էլ պետք է ավելի համբերատար լինեն եւ իսկապես փաստերին հայացքները ուղղել, որովհետեւ առանց փաստի մենք իրավունք չունենք որևէ վարկած քննարկելու։ Պետք է նշեմ նաեւ Վարդան Գրիգորյանի արժանապատիվ պահվածքը եւ որոշումը շարունակելու պայքարը հանուն արշակի հիշատակի, որովհետեւ եթե երիտասարդը ամեն միջոցով եւ իր թիմով եւ իր աշխատանքով ցանկանում էր օգնել հորը, որպես քաղաքապետի տեխնացուի, պետք է շարունակել այդ գործը։ Պետք է հասցնել նպատակին եւ դա կլինի ամենամեծ հարգանքը արշակի հիշատակին։ Այսինքն ճիշտ հասկացա ձեր խոսքերից, որ Վարդան Գրիգորյանը ինքն էլ մտածում է, որ բացառում է, որ սա ինքնասպանություն է։ Պարոն Գրիգորյանի հետ ուղղակի հնարավոր չի մարդկայնորեն այս երկու օրը զրուցել։ Երեք մենք մասնակցում էինք ինքնահողին եւ կարծում եմ, որ որևէ մեկը չէր համարձակվի այս մեծ վշտի ծնողական այս ծանր վշտի ժամանակ որևէ հարց ուղղելու, բայց ենթադրում եմ, որ իր հայտարարությունը շարունակելու վերաբերյալ դա ապացույց է, որ ինչ որ բան այնպես չի, ինչպես որ ներկայացվում է։ Անդրադառնալով այս տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների եւ ընդհանրապես քաղաքական ուժերի մասնակցությանը կարող ենք արձանագրել, որ հոկտեմբերի 2-ին մենք Գյումրիում այլ արդյունքներ ենք ունենալու։ Եթե չլինեն ընտրախախտումներ, եթե ամեն ինչ օրենքի տարին համապատասխան լինի։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարելի է դիտարկել առավելապես ապաքաղաքական դաշտում։ Մեզ թվում է, որ եթե մենք քաղաքական ուժերի պայքարի հարթակ ենք ստեղծել, Գյումրեցու համար դա կլինի քաղաքական պայքար, ամենևին ոչ գյումրեցիները եւ ընդհանրապես մարզերի բնակչությունը հիմնականում թիմ ընտրությունները դիտարկում են անձի արժանինքները, անձի արժեհամակարգը, քննարկում են, թե որ տեխնացուն է առավել պատրաստ աշխատելու քաղաքի համար, քաղաքացիների հետ համագործակցելու, այլևս ժամանակավորայք է տեր ու ծառա խաղալը եւ որպես տեր չես հասկացվի, քաղաքապետը ցանկանում ընտրվել տեր դառնալու համար եւ որպես ծառա չես հասկացվի, երբ որ ասում են մենք ընտրվում ենք ծառայելու համար ժողովրդին, պետք չի ոչ ծառա լինել, ոչ տեր, պետք է գործընկեր լինել, պետք է մտահոգ քաղաքացի լինել առաջի հերթին, որպեսզի կարողանաս քաղաքը առաջնորդես, կարողանաս քաղաքում ստեղծես այն միջավայրը, որում քաղաքացին իրեն կզգա պաշտպանված, որում քաղաքացին իրեն կզգա արժանապատիվ եւ հարգված։ Պարոն Բագրատյան, ինչ եք կարծում, եթե կուսակցության ձեր նախկին ղեկավարը լիներ ձեզ հետ, ավելի թեժ պայքարների ականատես կլինեին, նա այլ թափ կհաղորդեր այս ընտրապայքարին։ Ինչ խոսքը, Գագիկ Ծառուկյանը կուսակցությունը հիմնադրել է եւ ղեկավարել է մինչեւ հայտնի դեպքերը եւ թիմը եւ 500,000 քաղաքացիները ձայնը տվել են Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Այստեղ իհարկե ճշգրիտ հաշվարկ չես կարող անել կշռի չափի տոկոսային իմաստով, բայց որ Գագիկ Ծառուկյանը իսկապես խարիզմատիկ ղեկավար էր եւ ժողովրդի համար հասկանալի ղեկավար էր, սա փաստ է։ Ես մեկ անգամ նշել եմ, չեմ զլանում, եւս մեկ անգամ նշել, նա ավելի շատ հանրային, ավելի շատ ժողովրդական ղեկավար է եւ ժողովուրդը այսօր կարծես հոգնելով քաղաքական դաշտից ավելի շատ տեսնում է անձնավորված, ավելի շատ տեսնում է խարիզմատիկ ղեկավարների, ավելի շատ գնում է այդ մարդկանց հետևից